Ողջույն ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք, ես նույնպես լավ եմ և այս նախատոնական օրը անակնկալ ունեցա և որոշեցի ձեզ հետ միասին ստուգել, նայել, թե ես ինչ անակնկալ եմ ստացել։ Փաստորեն գնում էի խանութ, բացեցի փոստը, տեսա, որ փոքրիկ ծանոթ ունենք և որոշեցի այս անգամ շտապել, քանի որ այստեղ փոքր, բայց ինչ-որ ծանր բան է և ինչ է հիմա միասին կտեսնենք։ Դա էլ ինձ գայթակղեց և բարձրացա վերև, որպեսզի շտապ բացեմ այս ծանոթը և ձեզ հետ միասին տեսնենք, թե ինչ կա այստեղ։ Որևէ անուն չկա հիշեցնող, որ ես մոտավորապես կասկածեմ, բայց փաթեթի փոքրությունից, կարմիր գույնից կամ ինչ-որ պարունակության մեծանությունից ինչ-որ եզրակացություններ եմ մտքիս մեջ անում, բայց քանի դեռ համոզված չեմ, ուրեմն բարձրաձայն չեմ ասի։ Եթե կհամոզվեմ բացելուց հետո, որ ես նման բան էի մտածել, ուրեմն կբարձրաձայնեմ, սիրելիներս։ Դե ինչ, տեսնենք ինչ կա փաթեթի մեջ և այս փաթեթը տեսնենք ինչպես ենք բացում, փորձում եմ զգույշ բացել, քանի որ իրականում չգիտեմ ինչ է պարունակությունը, որպեսզի չվնասեմ, չնայած անցած անգամվա նման նշված չէ ֆրաժիլ ֆրանսերեն, փաստորեն երևի Ֆրանսիայից էլ չէ, կամ միգուցե Ֆրանսիայից է, մանրամասն չեմ էլ նայել, որ ճիշտն ասեմ, երկար-բարակ չխոսեմ, հիմա թեժանում է իրավիճակը և սա նետենք մի կողմ, հաջորդ քայլը, որպեսզի նորից գեղեցիկ բացենք, շատ զգույշ, շատ նուրբ փաթեթավորում է, հիմա դրանք բացեմ և արդեն միասին տեսնենք, թե ինչ կա այս շքեղ կարմիր փաթեթի մեջ, նորից կարծես թե կարմիր, մի հատ լավ նայեմ տեսնեմ այստեղ, չէ, այստեղ դատարկ է, դատարկ է, և այս մի կարմիր, տեսեք ինչքան սիրուն, նայեք ժողովուրդ ջան, մոտիկից ցույց տամ, սրտիկը բացում ենք, կարմիր փաթեթը բացում ենք, ձեզ հետ միասին տեսնենք ինչ է, շոր եմ զգում, այո, տեսեք ինչ է, զարդ է, արդեն գուշակեցի, տեսեք ինչ գեղեցիկ, վաու, այս ինչ է գրված, Զարդեր LS, գեղեցիկ տերևով, գեղեցիկ, Ժողովուրդ ջան, սիրտս վատացավ, սիրտս ինֆարկտ լուսին է, եթե ճիշտ եմ և համոզված եմ, որ ճիշտ եմ, հələ նայեք ժողովուրդ ջան, այս ինչ է, ձեռքերս արդեն դողում են, հիմա որը ես կփակցնեմ, ինֆարկտ, հանգիստ, նայեք շքեղությանը ժողովուրդ ջան, հələ նայեք, բայց էլի բան կա, կարծես թե, վզնոցից բացի, տեսեք, արդար եմ, չեմ նայել, նորից ինչ-որ մի բան, և թևնոցը, հələ նայեք, հենց հիմա ես փակցնելու եմ, դե առանց ակնոցների չեմ կարող փակցնել, ակնոցներս դնեմ, փակցնեմ, LS զարդերի կողմից, գեղեցիկ, դեմքս չփակեմ, այսպես անեմ, գեղեցիկ փաթեթավորումով, ժողովուրդ ջան, և վերջ, ահա, սրանք էին, որ ես
Նվեր եմ ստացել։ Հա, չէ, էլ բան չկար։ Հա, փաստորեն այս ձևով պիտի բացենք եւ ամրացնենք այսպես։ Հիմա փորձեմ այդպես անել։ Մի րոպե, Ժողովուրդ ջան, հակառակի պես էլ Կարենը տանը չէ, բայց ոչինչ, ես կկարողանամ ինքնուրույն սա անել։ Հա։ Կարելի է նաև այսպես անել։ Իհարկե գեղեցիկ շորով, բացվածքով ավելի գեղեցիկ կերևա եւ հիմա էլ արդեն թևնոցը։ Թևնոցի այս տեսեք փականը ինչքան լավ է։ Մոտիկից հիմա ես ձեզ ցույց կտամ իհարկե, բայց ես շտապում եմ, հանեմ սա։ Հանեմ, չնայած սիրուն է, բայց հանենք։ Եվ ահա, for you, որտեղ որ նշված է բացիկի վրա, և իհարկե արդեն ամրացնենք, ահա, այսպես ավելի սիրուն է, չէ, խնամ հետ, դե նայեք սիրելիներս, ասեք, որ սիրուն է, ճոխ է, լավն է, չէ, ահա, այսպես երևացող մասը, շատ սիրուն է, Լուսինե ջան, շատ շնորհակալություն, արդեն հասկանալի էր, որ Լուսինեի կողմից է ուղարկված այս զարդը, այս հետաքրքիր կոմպլեկտը, և հիմա ես ձեզ հետ միասին կքննարկենք այս կոմպլեկտի մասին, թե սա ինչ է իրենից ներկայացնում և ինչու է Լուսինեն ինձ ուղարկել, չնայած դուք գիտեք, որ սա առաջին անգամը չէ, բայց նոր հետևորդների համար կներկայացնեմ մի փոքր մանրամասն, քանի որ շատ հետևորդներ կան, որ չգիտեն, թե ինչ զարդեր են սրանք և ինչու ենք մենք այսքան կոնկրետ ես այսքան ուրախանում և տեղ տալիս այս հետաքրքիր մարգարիտե վզնոցին և թևնոցին, դե ինչ նստեմ հարմարավետ և ձեզ հետ զրուցեմ այս մասին։ Ահա մոտիկից տեսեք ինչքան շքեղ է Ժողովուրդ ջան, ինչքան գեղեցիկ փաթեթավորում, նայեք այս կողմից փականի գեղեցիկ միացման տեղը, մարգարիտները մոտիկից նայեք ինչքան շքեղ են և ընդհանուր գեղեցիկ փաթեթավորումը LS զարդերի կողմից։ Ուրեմն սիրելի հետևորդներ, չնայած խոսքս վերաբերում է բոլորին, կարծում եմ, որ հատկապես հետևորդներիս մեծամասնությունը կանայք են, ովքեր սիրում են զարդեր, և չկա մի կին, որ զարդերի նկատմամբ անտարբեր լինի, և այս զարդը, որ հիմա ես ստացել եմ, սրանք կոչվում են վինտաժային զարդեր, ինչու են կոչվում վինտաժ և ինչու է այսքան հարգի սա Ֆրանսիայում, հիմա ես ձեզ կմանրամասնեմ, չնայած ով ինձ ուղարկել է, դուք արդեն շատերը ճանաչում եք Լուսինեին և ուրախ եմ, որ շատ մարդիկ իմ խնդրանքով միացան նրա ալիքին։ Այս տոնական գեղեցիկ օրվա հետ կապված բարձրացավ իմ տրամադրությունը և ուզում եմ ես էլ իմ կողմից մի հետաքրքիր բան առաջարկել իմ շատ սիրելի հետևորդներին, բարձրացնելու Լուսինեի տրամադրությունը ևս։ Եկեք սիրելի հետևորդներ, սա ասեմ, որ հետո չմոռանամ, այս զարդերի պատմությունը կարող եմ մոռացնել տա ինձ, բաժանորդագրվենք Լուսինեի յութուբյան ալիքին։ Գրեթե 1 տարի է նա յութուբում իր քայլերն է անում, մանրամասն ներկայացնում է զարդերը, իդեպ ինքը կոլեկցիոներ է, վինտաժային զարդերի և նաև վաճառք է անում, սա էլ կարող եք իմանալ, բացի դրանից նա յութուբյան իր ալիքում շատ գեղեցիկ պատմում է յուրաքանչյուր զարդի պատմությունը, իսկ սա շատ կարևոր է, շատ կարևոր տեղեկություններ է տալիս և յութուբյան ալիքում շատ քչերն են նման ձևով ներկայացնում զարդերը, այսինքն գրեթե ավելի քիչ են նման տեղեկատվական տեսանյութեր
անող վլոգերները, քան սովորական առօրյա վլոգ անողները։ Ուրեմն խորհուրդ եմ տալիս եւ դուք հետո ինձ կասեք շնորհակալություն, որպեսզի միանաք Լուսինեի YouTube-յան ալիքին, ուշադրի լսեք ամեն մի զարդի պատմությունը եւ զարդերի բազմազան շքերթ կտեսնեք նրա ալիքում։ Սա, ինչպես ասում են, ծովից մի կաթիլ է, որն ինձ էր ուղված, բայց նրա ալիքում իրոք ծով չէ, օվկիանոս է եւ այնտեղ շատ մասնիկներ կան գեղեցիկ ձևով ներկայացված։ Ահա տեսեք մի փոքրիկ պատմություն, որ ես վերցրել եմ նրա վերջին տեսանյութից, իսկ մանրամասն ավելի շատ տեղեկություն դուք կարող եք ստանալ հենց նրա վերջին տեսանյութը դիտելով։ Երեք բրոշներն էլ շլացնող են, ուղղակի շլացնող, իրենց շքեղությամբ, իրենց փայլով, իրենց գլամուրությամբ ու եզակի նմուշներ են չկրկնվող, կարող է պատահել, որ ընդամենը մեկական օրինակ լինի նրանցից պահպանված եւ այսքան լավ վիճակում։ Եվ այն տարիներին, երբ թողարկվել են այս բրոշները, սահմանափակ քանակով են թողարկվել, լիմիտներ են եղել։ Երբեմն անգամ եղել է 1 օրինակից 2-3, որովհետեւ ձեռքով պատրաստված բրոշներ են, յուրաքանչյուր վարպետ ունի իր տեխնոլոգիան, իր հնարքները, իր մոդելները եւ այդ իսկ պատճառով հենց այն ժամանակ էլ է սրանց տիպը սահմանափակ եղել, իսկ մինչեւ մեր օրերն եթե հասնեին, բնականաբար շատ քիչ քանակությունից 1 կամ 2 օրինակ հազիվ փոխանցվի հետագա սերունդներին։ Բրոշները երբ արտադրվել են, հավանաբար մենք էլ ծնված չենք եղել, բայց նայեք ինչ գեղեցիկ է, ինչ որակով է, ինչքան լավ է պահպանվել։ Այս կրիստալների փայլից կամերան անդադ խամրում է, ես ֆոկուսին հետևում եմ, որ չկորչի եւ լավ երևա ձեզ։ Ասենք 50-60 տարվա բրոշներ են, տեսնում եք ոնց որ նոր, հենց նոր պատրաստված լինի, քարերի խաղը, փայլը, մետաղի գույնը ամբողջը տեղում է, ոչինչ չի պակասել։ Այս սրանք Սա 1950-ականների բրոշ է, սա 1960-ականների, իսկ այս մյուսը 1930-ականների։ Ինչից ենք իմանում տարիքը, սովորաբար մետաղի գույնից, փականներից եւ մոդելներից։ Այսպիսի մոդելներ ռետրո պատրաստվել է 1960-ականներին։ Ավստրիական կրիստալներով բրոշները 1950-ականներին, իսկ այսպիսի երկար սուր ծայրով ասեղ ունեցող բրոշները 1920-ականներից 1930-ականներ ու նայեք ու չափսն էլ կապ ունի։ Ավելի փոճուրիկ են եղել։ Չափսը մոդելը կապ ունի, ավելի փոճուրիկ են եղել։ 1930-ականների բրոշ է սա, 1930, 1950, 1960։ Այս փորձը ես կուտակել եմ տարիների ընթացքում, ուսումնասիրելով մանրակրկիտ բրոշների ծագումը, պատմությունը։ Միգուցե մտածեք ում է դա պետք, բայց ես սիրում եմ, ուղղակի սիրում եմ, հոբի է դա իմ համար, այնպես չի կենսական կարևորություն ունեցող ինչ-որ բան է։ Պարզապես եթե դու մի բան սիրում ես, ամեն ինչն էլ դրա վերաբերյալ քեզ հետաքրքիր է։ Իդեպ սիրելի հետևորդներ, եթե դուք գնում եք արդեն Լուսինեին բաժանորդագրվելու, խնդրում եմ պարզապես նշել, որ Ասիայի խնդրանքով ենք միացել։ Սա էլ ինձ համար շատ կարևոր է, որպեսզի ես տեսնեմ, թե իմ խնդրանքը ովքեր չեն մերժել, որի համար էլ նախորդ շնորհակալություն եմ ուզում ասել բոլորիդ։ Դե հիմա ես իմ կարծիքը կասեմ եւ դուք ինքներդ էլ կհամոզվեք, թե ինչու հենց գնալ Լուսինեի ալիք եւ բաժանորդագրվել։ Եվ նրա ալիքում կտեսնեք, որ նա տարբեր սոցիալական ցանցերում է գործում, աշխատում եւ արդեն պատվերներ ընդունում, այդ ամենի մասին դուք մանրամասն կիմանաք հենց իր YouTube-յան ալիքից եւս։ Ուրեմն սիրելի հետևորդներ, գաղտնիք չէ, որ դեռևս մեր թվարկությունից առաջ անգամ քարե դարում կանայք զարդեր են կրել, քարից, նույնիսկ կենդանիների որսից հետո մնացած նրանց ատամներից եւ այդպես ոսկրային ինչ որ բաներ որ գտել են, իրենց համար զարդեր են պատրաստել եւ կախել են թե վզից, թե թևից, կարճ ասած զարդ կրելու այդ գեղեցիկ ավանդույթը դեռևս շատ շուտ է սկսվել, նախնադարից եկել է հասել մինչև մեր օրերը եւ դե բնականաբար ամեն դարում տարբերվել են զարդերի կրման, մետաղների օգտագործման ձևերը եւ ինչու՞ չէ նաեւ մետաղների տեսակները, բայց այս պահին 21-րդ դարում հատկապես Ֆրանսիայում մեծ ուշադրություն են դարձնում վինտաժային զարդերին։ Ինչն է կոչվում վինտաժ։ Չէ, հետաքրքիր է, չէ։ Ուրեմն այս զարդերը, որոնք 25-ից մեծ տարիք ունեն, կոչվում են վինտաժային զարդեր։ Իսկ 40-ից սկսած 50 տարեկանից սկսած արդեն ավելի մեծ զարդերը կոչվում են անտիկ զարդեր։ Բառերը կարծում եմ դուք արդեն գիտեք, հուշող են։ Ուրեմն ինչ է ստացվում, որ դեռևս մի
քանի դար առաջ այս դարերի ընթացքում ստեղծված այդ զարդերը, եթե հասել են մինչև մեր օրեր, համարվում են շատ թանկարժեք, յուրահատուկ զարդեր։ Եվ այսօր բոլորդ գիտեք, որ կան այնպիսի մարդիկ, ովքեր կոլեկցիոներներ են, հավաքում են այդ զարդերը, ովքեր հին իրեր են հավաքում, չէ՞, հին զարդեր, հին իրեր, այս ամենը շատ թանկ արժե Ֆրանսիայում։ Ֆրանսիայում դեռևս ես շատ հետ չգնամ, սկսեմ Կոկո Շանելից, ում կարծում եմ բոլորը քաչ գիտեք, հայտնի է նա բոլորին եւ բոլոր երկրներում։ Ուրեմն Կոկո Շանելը մոդայի աշխարհում շատ մեծ փոփոխություններ արեց։ Նա էր, որ առաջինը ստեղծեց այնպիսի հագուստներ, ինչը որ ասենք տղամարդկանց էր հատուկ, այն ժամանակ ձի էին նստում եւ հատուկ այդպես տաբատներ էին հագնում տղամարդիկ, նա ստեղծեց նմանատիպ ոճով կանանց համար եւ ամենացնցող նրա ստեղծած դա սև հագուստն էր, սև զգեստը, որը այլևս համարվեց տոնական օրերի համար սև զգեստ։ Եվ արդեն զգեստը ստեղծելուց հետո մտածվեց կանանց համար նոր զարդեր, որպեսզի կնոջ ինքնատիպությունը ներկայացնի։ Այսինքն գաղտնիք չէ, որ այդ դարերում 16, 17, 18, 19-րդ եւ արդեն 19-ի մինչեւ կեսերը այդ արքունական տիկնայք մրցակցության մեջ էին իրենց հագուստներով եւ իրենց զարդերով։ Եվ որպեսզի դե բնական է ոսկին համարվում է թանկարժեք մետաղ, բայց Կոկո Շանելը ոսկեջրած զարդեր ստեղծեց ահավասիկ մարգարիտներով եւ այդ բյուրեղապակյա քարերով։ Եվ այդ զարդերը ավելի շքեղ տեսք տվեցին սև հագուստին եւ ավելի շլացուցիչ դարձրեցին կանանց։ Պատկերացնում եք, եւ բոլորիդ քաչ հայտնի է նաեւ Պամելա Պիկասոն, Պիկասոյի աղջիկը, ով համարվում է վինտաժային զարդերի ստեղծողը, մոդելավորողը, թանկարժեք համարվող քարերից եւս, եւ բնականաբար այդ քարերը նույնիսկ արհեստական հենց այսօր ֆրանսիական շուկայում շատ մեծ արժեք ունեն։ Ուրեմն ֆրանսիական հայտնի դերասաններից մեկը Կատրին Դենովը բազմիցս իր բոլոր նկարահանված ֆիլմերում ներկայացրել է Մարգարիտե շարանները եւ ընդհանրապես բիժուտերիան, որով հաստատում են ֆրանսիացիները տվյալ պատմության, տվյալ դարի այդ դարաշրջանի շունչն են ներկայացնում, իմիջիայլոց շատ պահպանողական են ֆրանսիացիները եւ ինձ ժառանգությունների տեր են կանգնում։ Ամենահին իրը Ֆրանսիայում համարվում է ամենամոդեռն իրը, եւ էլ չասեմ արդեն զարդերի մասին, քանի որ կոնկրետ այս պահին զարդերից եմ խոսում, ուրեմն կենտրոնանամ զարդերի վրա։ Ֆրանսիայում սա համարվում է արվեստի մեծ աշխատանք, Ֆրանսիայում սա համարվում է շունչը հենց այդ դարաշրջանի եւ իրենց ժառանգությունը։ Եվ իրենք պարծենում են հենց նման զարդերով, որովհետև հենց կրում են միայն իրենք։ Սրանք անհատական աշխատանքներ են, ես համոզված եմ, որ նման ուրեմն կոմպլետ այլևս ոչ ոք չի կրում։ Եվ բնականաբար նաև վինտաժային զարդ գնողները, եթե հիմա այսօր ես սա ունեմ, իհարկե նվեր եմ ստացել, բայց ես ինքս սիրահարված եմ զարդերին, ես շատ զարդեր ունեմ, կոնկրետ եթե հիմա ես հաջորդ անգամ գնեմ Լուսինեից այդ վինտաժային զարդերից որևէ մեկը, համոզված եմ, որ ես մեծ ներդրում կանեմ իմ ընտանիքի բյուջեի համար։ Ինչու՞, որովհետև այս զարդը մի տարի, 2 տարի, 3 տարի հետո ավելի թանկ կարժենա։ Ուրեմն սիրելի հետևորդներ, տեսեք, հայկական միջավայրում ընդունված է, չէ՞, միայն ոսկին գնել, կարծես թե որպես թանկարժեք դա կարող եք դուք թեկուզ վաճառել, բայց մոռանում եք, որ վինտաժային զարդերը ավելի թանկ արժեն, քան ոսկիները։ Ոսկի չեն գնում այստեղ Ֆրանսիայում։ Ոսկին իրենք կարող են գնել խանութներից, բայց այդքան տարածված չէ։ Նաև ֆրանսիացիների մեջ նստած է հինը գնելը, դրանով նրանք նպաստում են էկոլոգիական մաքրությանը եւս։
ցանկացած բնագավառում են նրանք հինը գնում եւ հինը նորից եմ կրկնում արժեքավոր է համարվում այստեղ։ Ուրեմն սիրելի հետևորդներ, Կոկո Շանելից հետո արդեն շատ հայտնի մարդիկ մոդելային աշխարհում ինձ Ռոժեր Քեմամայի, ով աշխատել է շատ բարձր մոդայի տների հետ, Givenchy, Dior, Yves Saint Laurent եւ այնտեղ նրա այդ կրիստալից պատրաստված զարդերը համարվում են շատ ավելի թանկարժեք, քան հենց ոսկյա իրերը։ Այսինքն յուրաքանչյուր ֆրանսիացի, եթե կրում է վինտաժային զարդ, նա իրեն ավելի ինքնավստահ է զգում եւ ավելի ոճային են համարվում։ Տեսեք ինչքան տարբերություններ կա մտածելակերպի։ Եվ այսօր մեր սիրելի Լուսինեն, ով ինքը հանդիսանում է հենց այդ հին զարդերի կոլեկցիոներ եւ զբաղվում է արդեն երկար ժամանակ, մասնագետ է, այսպես միանգամից կարողանում է որոշել տվյալ զարդի տարիքը, նայելով հենց արտաքինից, նայելով գույնից եւ անգամ բրոշների եւ շատ զարդերի միացման տեղերից նա անմիջապես կարողանում է գնահատել այդ զարդը։ Իդեպ շատ լավ են համարվում այստեղ շատ էլի հարգի Բելեպուկի դարաշրջանի բրոշները, որոնք էլի ինքնատիպ են։ Այսինքն, եթե դու ուզում ես քո շրջապատում տարբերվել քո զարդերով, ուրեմն ձեռք բերեք վինտաժային զարդերը ձեզ ավելի են գեղեցկացնում, նմանատիպը չկան եւ ավելի, ինչպես շեշտում են ֆրանսիացիները, ինքնատիպ են դարձնում։ Ուրեմն կարելի է անվերջ խոսել այդ մասին, բայց քանի որ ես միայն զուտ պատմական տեղեկություններն եմ ձեզ հաղորդում, իսկ զարդերի իսկական, ամբողջական այսպես բացատրությունը կգտնեք Լուսինեի ալիքում եւ միայն ես ավելացնեմ, որ այդ Բելեպոկի դարաշրջանից էմալապատ շատ զարդեր էլ հասնում են նորից մեր դարաշրջան եւ որոնք էլ էլի թանկարժեք զարդեր են համարվում։ Ես կոնկրետ շատ եմ սիրում զարդերի համար իրոք անմտածված է եղել թե ոնց ինձ համար միշտ զարդի որոշման աստիճանը գնահատվել է զուտ նրանով, որ նման չլինի, թեկուզ իմ զարդը, որ ես կրում եմ, մյուսը դա չունենա։ Այսինքն մի քիչ կիսով չափ ֆրանսիացի եմ եղել փաստորեն ներքուս, որ փորձել եմ միշտ ինքնատիպություն լինել։ Ես միշտ ունեցել եմ շատ վզնոցներ, հենց նույն հուլունքներով, հենց նույն տարբեր տիպի։ Երբեք այդքան ոսկին չեմ սիրել ու ինձ համար հիմա որ ես կրում եմ այս կոմպլեկտը, թեկուզ այս թևնոցը, շատ ավելին արժե, քան ինչ որ ոսկյա ուրեմն թևնոց։ Իմ ասում որ դուք ոսկի մի գնեք, բայց անպայման ձեռք բերեք վինտաժային զարդեր եւ ինքներդ կհամոզվեք։ Այն ժամանակ դուք կհասկանաք, դուք ձեզ կին կզգաք վերջապես ուրիշ տեսանկյունից։ Ձեր երեկոյան զգեստները զարդարեք վինտաժային զարդերով եւ կարող եք աշխարհի բոլոր կետերից պատվիրել Լուսինեին, թե Ամերիկայից, թե Ռուսաստանից, կարճ ասած, որ կետից հիմա դուք ինձ լսում եք, կարող եք իրեն պատվիրել եւ ունենալ այդ նույն զարդերից։ Դե իմ խնդրանքը, սիրելի հետևորդներ, այն է, որ դուք չմոռանաք բաժանորդագրվել Լուսինեի ալիքին, որի հղումը ես կտեղադրեմ տեսանյութի տակ, անպայման կնշեք, որ իմ կողմից է գնացել, դե ինձ սիրելի հետևորդներ, կարծում եմ այս փոքրիկ տեսանյութը կօգնի ձեզ կողմնորոշվելու ձեր ճաշակի հարցում, ինչու՞ չէ, ամեն մեկը մի բան կողքից լսում է եւ իր մոտ իր զարդերի, իր հագուստի եւ ընդհանրապես տան կահավորանքի եւ ամեն ինչի մեջ ինչ որ փոփոխություն է անում լսելով, տեսնելով։ Ոչ ոք այդպես չի ծնվում։ Ուրեմն ինչը որ չգիտենք, սովորում ենք շրջապատից։ Հիմա ես ձեզ վստահաբար ասում եմ, դուք կարող եք սովորել Լուսինեից ամեն ինչի մասին։ Ճաշակ ասվածը կգտնեք Լուսինեի ալիքում։ Դե պաչիկներս, ձեզ բոլորիդ։ Իսկ վերջում էլ առանձնահատուկ շնորհակալությունս եմ ուզում հայտնել Լուսինեին, ով արդեն վերջին մի քանի տարին ինձ ուղարկում է գեղեցիկ զարդեր, իսկ այս մեկը վերջն էր Լուսինե ջան, սա արդեն այն որ ասում եմ ինֆարկտի բուն էր, այդ վիճակը դու ինձ հասցրեցիր,
Ուրեմն, սիրելիս, եթե հաջորդ անգամ ինչ-որ զարդեր պիտի ուղարկես, անպայման տեղ եք ասում, որ ես ինֆարկտ չստանամ։ Բարի, դե ինչ, շնորհակալություն Լուսինե ջան, շատ շնորհակալ եմ քեզ այս հրաշք վինտաժային զարդ ուղարկելու եւ ցանկանում եմ ինչքան որ պակասես քո գշպանից, թող դրա հարյուրապատիկը դու ունենաս, ավելացնես եւ քո սիրած գործով զբաղվես։ Իսկ մենք YouTube-յան իմ մեծ ընտանիքի կողմից քեզ նորանոր հաջողություններ ենք մաղթում եւ իմ հետևորդները համոզված եմ, որ դժվար չէ անմիջապես այս տեսանյութը լսելուց հետո անմիջապես անկասկած կմիանան քո ալիքին։ Եկեք օգնենք Լուսինեին, ունենա իր 1000 հետևորդը եւ արդեն ինքը դառնա YouTube-ի պարտներ, YouTube-ի հետ գործընկեր, այսպես ասեմ, եւ նորանոր հաջողություններ մաղթենք Լուսինեին։ Առայժմ ցտեսություն։